Որի չգտնեն իրենց։ Իմ դեպքը տեղի ունեցել 2024 թվականի դեկտեմբերին, զեղծարարը մուտք է գործել իմ իջրամ, հաշվովս 2 վարկ է թվով ձևակերպել, մեկը ընդհանուր 1.100.000-ի, մեկը հիմնականում Rocket Line է եղել, մյուսը սովորական վարկ։ Rocket Line-ին հետաքրքիր է այդ փաստը, ոնց է տեղափոխել փոխանցել մեկ այլ անձի։ Այս տվյալները ես փոխանցել եմ քննիչին, ուղղորդել եմ, որ հետևեք, միգուցե նման դեպք այս նույն հաշվեհամարով նորից է տեղի ունեցել, գտնենք հետքերը եւ այլն, իմիջիալոց տվյալները, հաշվեհամարի, անուն, ազգանուն, ամեն ինչ արդեն հայտնի էր իրենց, որովհետեւ համակարգչով իմ աչքի առաջ մուտք գործեցի իր հաշվեհամարը ընդհանրապես եւ ամեն ինչ բերեց Երևանաբնակ էր այդ տվյալ մարդուն, տվյալ հանցագործին, ինչու։ Ասացիք մեկը սպառողական վարկ է ձևակերպել, մեկը Rocket Line-ում։ Դրանք տարբեր ժամանակահատվածում եւ երկուսն էլ գնացել է նույն անձի հաշվեհամարին։ Նայեք, իմ անունով 2 վարկ է ձևակերպել, ընդամենը 5 րոպեվա տարբերությամբ է ձևակերպել։ Ու փոխանցումն էլ նույնը, իսկ տվյալ անձինը զեղծարարության զոհ են եւս դարձել, տեղի ունեցի դեպքը 2025 թվականի փետրվար ամսին պարզ է դառնում, որ այդ տվյալ հաշվեհամարը չեն զրոյացրել, չեն կասեցրել, չեն սառեցրել եւ հետքերով չեն գնացել։ Այդ տվյալ անձը հանգիստ փողոցներով ման է գալիս, օրինակ եմ ասում։ Դիտավորություն։ Գիտեն նման անձի հաշվեհամարով, տվյալ անձի հաշվեհամարին զեղծարարության զոհից փոխանցված գումարներ են նստել ու ոչ մի քայլ չեն ձեռնարկել։ Լավ, եթե տվյալ անձը մեղավոր չէ, թող փակեն քարտը, հաշվեհամարը, թող զրոյացնեն, թող կասեցնեն, ինչու չեն արել, ինչու որևէ քայլ չեն ձեռնարկել։